Եթե կունենա օրինակ, եթե կունենա վերջինս, չգիտեմ, մի բանկի հետ իրավահարաբերություն, թող գնա դատարանում դա վիճարկի։ Ինքը երբ ստանձնել է առաքելություն մասը կազմելու Մայր Աթոռի, ինքը գիտակցել է, որ երբևէ Մայր Աթոռի ներքին գործերը չի կարող բերել եւ դատարանում քննության առարկա դարձնել։ Վստահ եմ գիտակցել է, վստահ եմ քաջատեղյակ է եղել։ Շատ դժվար եմ պատկերացնում, բայց իհարկե այդ հարցը թող ուղղվի Մայր Աթոռին։ Ամեն դեպքում ես կարող եմ մի բան ասել, որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, ես անասելի ցավ եմ զգում, երբ վեհափառ հայրապետի նկատմամբ նման ապօրինություն է տեղի ունենում, երբ մեր սրբազան հայրերի նկատմամբ նման անասելի միջամտություն է տեղի ունենում, որոնցից ոչ մեկը ոչ իրավական տրամաբանություն ունի, ոչ էլ ընդհանրապես տրամաբանություն ունի։ Ազգային ժողովում ամեն ինչ կիսատ եք թողը եկել եք հայոց հայրապետի դատին մասնակցելու դրա հետ կապված ինչ կասեք։ Կարծում եմ այստեղ ինչ որ հատուկ բան չկա, որ ասենք։ Կարծում եմ շատ նորմալ է եւ վստահ եմ այդպես էլ պետք է լիներ։ Բայց ես Վարդևանյանն եմ։ Պարոն Վարդևանյան, հիմա որ դռները փակ են բոլորի առաջ, կարծես թե վեհափառը պետք է ներս մտներ, մտավ ու փակեցին, դրան ոնց է կարող։ Հաշվի առեք դատական նիստերի դահլիճները ընդհանուր առմամբ ունեն որոշակի ծավալ եւ մակերեսի խնդիր է լինում։ Սա ընդհանրապես դատաիրավական համակարգի խնդիրներից մեկն է։ Դրանով է պայմանավորված, այլ բացատրություն այստեղ չեմ տեսնի։ Եվ ձեզ այսօր Դատավորից, գիտեք, այստեղ մի քիչ դատավարական իմաստով էլ դժվարություն կա, բայց կարծում եմ այդ մասով էլ պետք է, չէ, իդեպ չեմ ճանաչում, բայց կարծում եմ այդ տեսանկյունից կարելի է ասել, որ հաստաբանները, պաշտպանները, որոնք ներկայացնելու են վեհափառ հայրապետի շահերը, ինքնին այս նախադասությունը ասում են տարօրինակ է ահավոր հնչում, աբսուրդային, ինչևէ իրենք առավել քան պատշաճ ինչ անհրաժեշտ է եւ պետք է իրականացնել, կիրականացնել։ Մի բան Վարդևանյան, իսկ ըստ էության դատարանը ինչպիսի բջջ կկայացնի ըստ ձեզ եւ ընթացակարգերը Աջակցությամբ ինչ է նախատեսում։ Գիտեք, ես կարծում եմ դեռ վաղ է դրա մասին խոսել, ի վերջո նախնական դատալսումների փուլում, բարև ձեզ, նախնական դատալսումների փուլում գոյություն ունի նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորությունը։ Հուսանք նման գործիքակազմը։ Որով մեղադրվում եք Աթոռիկոսը, եթե մեր հերոստատիտողների համար ասեք, էլ ինքը ինչ է ներկայացնում, ազատազրկում նախատեսվում է, թե տուգան եւ այլն։ Անկեղծ եմ ասում, չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետև մենք դրանով կարծես կենսունակություն տանք այս վարույթին։ Բայց փաստը նա է, որ կա Փաստը նա է, որ կա ապօրինություն։ Փաստը նա է, որ կա տիտանական ապօրինություն, հետևաբար խնդրում եմ նշվածի տիրույթում նույնիսկ հարցը չդիտարկենք, անկեղծ եմ ասում։ Մասնագիտական առումով շատ պարզ եւ դյուրին պատասխաններ կարելի է տալ, բայց սա այդ տիրույթը չի։ Անկեղծ։ Պարոն Վարդևանյան, ձեզ իշխանությունները կգնան Աթոռիկոսի վեհափառ հայրապետի կալանավորմանը։ Իհարկե վերջ չկա աբսուրդին, բայց ես կարծում եմ գոնե նվազագույն ինչ որ կարմիր գծեր ընկալելիության տեսանկյունից պետք է լինի։ Վեհափառին ավազանի անով դիմելը ինչ են ուզում սրանով ցույց տալ, որ չեն ընդունում։ Ես այն օրը ելույթի շրջանակներում անդրադարձա, որ նույնիսկ քննիչ դատախազները իրենցից ավելի բարձր ընկալելիություն են ունեցել այս հարցի վերաբերյալ, որը ինչ որտեղ զարմանալի է, չէ՞, որտեղ իրենք են այս քրեական վարույթին ընթացք տվել, բայց գոնե դա չեն արել։ Գոնե դա չեն արել։ Չգիտեմ, այսինքն դրանով ինչ են ուզում ապացուցած լինեն կամ ինչ են ուզում ցույց տված լինեն։